Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակը տարածեց Փաշինյանին հանդիպած 10 տիրադավ եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների հայտարարությունը։ Հիմա ես դրա բովանդակությանը շատ հակիրճ կանդրադառնամ, բայց այդ հայտարարությունը և դրա իմաստն այն են, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական, հակասահմանադրական կամպանիան մտնում է նոր, թերևս ավարտական փուլ, ինչը և կանխատեսելի էր։ Ես Փաշինյանի շտապելու մոտիվների մասին բազմաթիվ անգամներ խոսել եմ, և դա կապված է թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, թե այն նարատիվների և օրակարգերի հետ, որ այդ խորհրդարանական ընտրություններից առաջ գեներացնելու է Փաշինյանը։ Եվ այսպես 10 տիրադավ եպիսկոպոսները տարածել են մի հայտարարության տեքստ, որտեղ սիրելի հոգևոր եղբայրներին և հավատավոր հայ ժողովրդին վաղը ժամը 17:00 հրավիրում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով։ Կարճ ասած, կաթողիկոսի հրաժարականի պահանջով հավաքվում են Մայր Աթոռի մոտ։ Հիմա ես կասեմ այս հավաքը ավելի ստույգ ինչ նպատակներ ունի։ Ինչպես գիտեք, հոգևոր հավաք Էջմիածնում պիտի աներ Փաշինյանը, բայց թերևս Փաշինյանը հրաժարվել է իր մտադրությունից և ավելի նենգ և վտանգավոր մի պրոցես է գեներացնում։ Հիմա նախ հայտարարության տեքստի մասին։ Կասկածից վեր է, որ այն գրվել է վարչապետի կաբինետում, որտև այս հայտարարությունը, ինչպես և տիրադավների նախորդ բոլոր հայտարարությունները, ազդված են քաղաքական տերմիններով, քաղաքական գնահատականներով, հոգևորականներին ոչ բնորոշ բառամթերքով։ Օրինակ, այս հայտարարության տեքստում կարդում ենք. «Մայր եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին»։ Սա ձևակերպում է, որին կարող եք հանդիպել Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ ելույթներում։ Եկեղեցու հետ կապված Փաշինյանի բազմաթիվ ելույթներում այս ձևակերպումը գրեթե բառացի կա, որ նրան մեղադրում էին, որ սահմանադրության 17 հոդված է խախտում, որ եկեղեցին ինքնավար անկախ կառույց է, նա հաճախ իր գործողությունները հիմնավորում էր ազգային անվտանգությունը պաշտպանելու իմպերատիվով։ Նաև հիշում եք, երբ որ լրագրողները տարակուսեցին մոտ կես ամիս առաջ, որ դավանաբանական հարցերի մեջ կամ այդ հարցերը կարգավորելու նպատակով Փաշինյանը գործընթացին խառնել է նաև ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, Փաշինյանին այլ բան չէր մնում հայտարարել, որ դա արել է, որովհետև կա ազգային անվտանգության խնդիր։ Կամ մյուս պարբերությունը, որ իրենց տեքստում օգտագործել են տիրադավները. «Միասնական կամք դրսևորել, միանալ մեզ և ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել եկեղեցու վարկն ու հեղինակությունը մի տունավոր ոչնչացման տանող այս կործանարար հակականոնական ընթացքի դեմ, իսպառ մերժելով հայ եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը»։ Այս նարատիվի հիմքը դարձյալ դրել է Նիկոլ Փաշինյանը։ Նա եկեղեցու դեմ պայքարը ի սկզբանե սկսեց իբրև թե այն պատճառով, որ իբրև թե կաթողիկոսը կուսակրոնության ուխտը խախտել է։ Հետո երբ տեսավ, որ այդ մեղադրանքը իր անհեթեթ է, և բացի այդ
Եվ նա հավաքագրեց տիրադավների, որոնց մասին ավելի համառ պնդումներ կան, որ նրանք խախտել են կուսակրոնության ուխտը, Նիկոլ Փաշինյանը գործի դրեց այլ վարկած, իբրև թե վեհափառը ամենօրյա ռեժիմով ավագ լեյտենանտի օտարերկրյա ծառայության, հավանաբար ռուսականի նկատի ունի, զեկուցագրեր է տալիս, այլ խոսքով ասած, վեհափառին մեղադրեց լրտեսության մեջ, իսկ վեհափառի եղբորը Եզրաս Սրբազանին ուղղակիորեն անվանեց ԿԳԲ-ի ագենտ։ Հիմա այս տիրադավները Նիկոլ Փաշինյանի հենց այս միտքն են զարգացրել իրենց հայտարարության մեջ։ Կրկնում եմ, սա այս 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոսների հայտարարությունը չէ։ Այս տեքստը կազմվել է, գրեթե համոզված եմ, վարչապետի կաբինետում, այս տիրադավները ընդամենը գրիչ են, որոնց միջոցով դրվել են համապատասխան ստորագրությունները։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ այս պրոցեսին ինքը չի միջամտում, որ սա ներեկեղեցական վեճ է, ահա հակամարտ կողմերից մեկը վաղը փորձում է ներեկեղեցական վեճի շրջանակներում, պարզավոր Նիկոլ Փաշինյանը նման իմիտացիա է ստեղծում եւ մասովկան էլ ինքն է ապահովելու, բարձրացնել կաթողիկոսի հրաժարականի հարց։ Սրա համար եմ ասում, նոր երանգ է մտցրել Նիկոլ Փաշինյանը եւ փորձում է իր հակասահմանադրական, հակաեկեղեցական կամպանիան փոխակերպել ներեկեղեցական վեճի կամ նման մի բանի իմիտացիա է ստեղծում։ Սա մեկ, բայց գլխավոր բանը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է անել, դա վաղը մայրաթոռում սադրանք կազմակերպելն է, ինչը նրան թույլ կտա ապահովել ուժայինների մուտքը մայրաթոռի տարածք եւ դիմել ռեպրեսիվ գործողությունների։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ իրական մտահոգ քաղաքացիները վաղը հավաքվելու են մայրաթոռում, պաշտպանելու համար վեհափառին եւ հայ առաքելական եկեղեցում։ Մյուս կողմից տիրադավների համար անկասկած է, որ ինքը հավաքելու է կամ գեներացնելու է, ստեղծելու է մասովկա, իբր նրանք ունեն հանրային աջակցություն, արդյունքում շատ մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը վաղը մայրաթոռում կազմակերպելու է սադրանք։ Սադրանքի նպատակը, կրկնում եմ, լինելու է այն, որ նա հնարավորություն ունենա ուժայիններին մտցնել մայրաթոռ եւ դիմել բացահայտ ռեպրեսիվ գործողությունների։ Ես գրեթե վստահ եմ, որ հենց այս պլանով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը։ Մենք հավատավոր քաղաքացիներս պիտի մի կողմից մեր վճռական պաշտպանությունը հայտնենք մայրաթոռին, մյուս կողմից ամեն ինչ անենք, որպեսզի չհայտնվենք Փաշինյանի հյուսած Սարդոստայնի թակարդում, որտեղ կրկնում եմ, Փաշինյանի նպատակը վաղը մայրաթոռում եւ դրա շուրջ այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որը նրան թույլ կտա դիմել ռեպրեսիվ գործողությունների ուժային մարմինների ներգրավմամբ։ Անշուշտ առաջիկա ժամերին թերևս սպասվում է նաև կամ սպասվի, ենթադրվում է, որ մայրաթոռի արձագանք կլինի, բայց ես ձեզ ընդհանուր գծերով ներկայացրեցի այն պլանը, որը վստահաբար փորձելու է իրագործել Նիկոլ Փաշինյանը։ Ես ուշադիր կհետևեմ իրադարձություններին եւ քաղաքական արձագանք կունենանք, ես որպես քաղաքական գործիչ եւ որպես կուսակցության ղեկավար եւ անհրաժեշտության դեպքում ընդդիմադիր մյուս գործընկերների հետ
Կդիմենք քայլերի հանուն իրավունքի և ինքնության պաշտպանության։